Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքական գործիչ պարոն Վլադիմիր Պողոսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Պողոսյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Երեք կրկին Ադրբեջանը հաղորդեց Հայաստանի տարածքից, Ադրբեջանի տարածքի գնդակոծության մասին։ Արդեն 1 շաբաթ է Հայաստանի եւ քաղաքագետները եւ լուծաբանները փորձում են բացատրություն գտնել Ադրբեջանի նման գործողություններին, քանի որ հայկական կողմը մշտապես հերքում է այդ հաղորդագրությունները եւ իմ խնդրանքն է ձեր կարծիքը դուք ինչ եք կարծում այդ խաղաղ պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցնելու մասին հայտարարությունից հետո ինչ է անում Ալիևը, ինչ է անում Փաշինյանը այժմ։ Հիշում եք, ես միշտ ասում եմ, արդեն քանի տարի ասում եմ, որ Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի ստորագրելու։ Դրանք համատեղ Թուրքիա, Ռուսաստան եւ Ադրբեջան ունեն ծրագիր, որ 20 թվականին պատերազմս մեր գլխին բերել են, իրաց նպատակը եղել է ոչ թե Ղարաբաղը հետը նվեր է եղել, ոնց որ բոնուս Ալիևի համար։ Հիմնական նպատակը եղել է միջանց բացվելու։ Չի ստացվել, բանակը չի թողել, որ միջանցքը ճղվեն մտնեն։ Հիմա քանի որ չի ստացվել, պիտի բացեն, բոլոր դեպքերում պայմանավորվել են Ռուսաստան, Ադրբեջան ու Թուրքիան։ Այդ մենք պիտի հասկանանք։ Դրա համար դրանք ամեն ինչ անում են, որ ստիպեն կամ մենք բացում ենք մեր ձեռքերով, սենց ասում ենք, հա, եկեք մտեք։ Կամ պատերազմով։ Քանի անգամ Փաշինյանին ասում ենք, որ լսի կու ստորագրությունը, քանի որ դու թույլ ես, ոչ թե որպես երկի ղեկավար, որպես ղեկավար մենք հասկանում ենք ով է, որ դու այսքան թույլատրել ես Հայաստանը, որ կու ստորագրությունը ոչ մի բան չի նշանակում։ Կու ստորագրությունը ապահովում է բանակը եւ ուժեղ պետությունը։ Եթե դու չունես ուժեղ պետություն եւ չունես ուժեղ բանակ, ու ստորագրությունը ոչ մի բան չի։ Այնա նայեք, աշխարհում քանի պետություններ ստորագրել են, հետո պատերազմ սկսում իրար, մեկի վրա հարձակում է, չէ՞։ Փաշինյանը վերջապես պիտի հասկանա։ Այդ որ դու 20 թվականին հարձակվել ես բանակի իրա, գեներալներին ստացնում ես, ձերբակալում ես, զինվորականների իրա քրեական գործեր ես բացում։ Սաղին մեղադրում ես, դու էլ մաքուր, դու էլ վաշի մեղ չունես, ընդհանրապես։ Ու սկսել են այդ տեզեսներ բանակը, վատնա բանակը թույլ արեցինք, եթե բանակը այսքան թույլ է, այդ 22,000 թուրքը ոնց են ոչնչացրել, մենակ ադրբեջանցիների զորքի մասին եմ ես ասում։ Բայց 1650 հոգի Թուրքիայի սպեցնա, հատուկ ջոկատներին, աղաբիջներին, արաբական երկրներից, Պակիստանի ջոկատներին։ Այդ ով է այսքան ոչնչացրել։ Դու այսքան ասել ես բանակը, ժողովրդնայք, բանակը թալանչի, բանակը ես առանձնացրել ես, հիմա քու ստորագրությունը գոյություն չունի։ Դու չես կարող դիմադրես, որովհետև էլի ադրբեջանցիների մեջքի հետևից կաղնելու է Թուրքիան եւ Ռուսաստանը։ Իհարկե Ռուսաստանը չի մասնակցում պատերազմին, բայց տարբեր միջոցներով օգնում է։ Ամենակարևորը ոչ թե ինքը դաժե ադրբեջանցիները օգնում, մեզ չօգնում, զենք զինամթերք չի ուղարկում։ Դրա համար ես ասում ստեղ ինչ անում Ալիևը, ինչ է նախապատրաստում։ Իհարկե կա ռազմաքաղաքական ծրագիր իրանց գլխավոր շտաբում եւ նախագահ շտաբում։ Ու դա կոչվում է գիբրիդային օպերացիան։ Այսինքն իրաց նպատակը առաջինը դրանք շանտաժ են անում, որ նայ, եթե դու Նիկոլ Փաշինյան չես անում ինչ որ մենք ասում ենք պիտի անես, նայ արդեն մենք պատրաստում ենք։ Ամեն օր քեզ մեղադրում ենք, որ դուք մեր վրա կրակում եք։ Սահմաններում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել։ Կամ դու համաձայնվում ես, նայ, այսինքն ճնշում են։ Կամ մենք պատրաստ ենք սկսելու։ Ամեն օր Հայաստանը մեղադրում են, չէ, որ մենք կրակում ենք, բան ենք անում։ Փաշինյանը պիտի հասկանա վերջապես,
ամեն անգամ ասում եմ, ես ստորագրում եմ, ես վաղը պատրաստեմ ստորագրել, ես վաղը չեմ իսօր պատրաստեմ ստորագրել։ Իրան ասում եմ, այլս այդ ախպեր ջան, չի ստորագրելու։ Դու բանակով զբաղվի։ Դու ժողովրդին բացատրու, եկեք միավորվենք, առանձնացրել ես ժողովրդին, բանակին։ Սենց չի լինի։ Ես ասում եմ, հիմա մեր ժողովուրդը շատ առանձնացած է։ Նայեք ամեն օր նույն թեզեսները։ Տարբեր քաղաքական գործիչներ պոպուլիստական բաներ են ասում, էլի բանակի դեմ։ Բանակը ես մեր բանակի տրամադրությունը գիտեմ, հոգնել են արդեն։ Մի օր գալու ասենց ասելու են, էլի ասելու են բանակ պատրաստ բալներ, բանակը զենք շփորտել ասել, դե գնացեք պայեք սաղմանը։ Հետ եք ուզում սաղ։ Այդ քաղաքական գործիչների մասին եմ ասում։ Շատ վտանգավոր բաներ եք ասում, Ես չեմ ասում, քաղաքական գործիչներ, որ առավոտվանից մինչև երեկոն դառել են փորձագետներ, բանակից բան չեն հասկանում, անվտանգության համակարգից շատ հեռու մարդիկ են, նայում են, որ ժողովրդի ոնց ինչով կարանք, սենց անենք, որ ասեն, հա, լավ, ապրես նայ ոնց է խոսում, սկսում են էլի բանակի դեմ աշխատել։ Պարոն Պողոսյան, մի հաշտամ։ Ինչու, որովհետև այդ ժողովուրդը ականջներով ապրում, այդ քաղաքական գործիչներ, առավոտվանից մինչև երեկոն որ գոռում են, խոսում են, չէ՞։ Մեկը չասում, մի հատ բացեմ նայեմ իրանք կենսագրությունը։ Ինչ ճանապարհ անցել, պետական համակարգում փորձ ունի, ինչ ունի, չէ, նա ինչ է խոսում, Հայաստան Սինգապուրա դարձել։ Այնա մեկը եկավ խոսքա տվել, այս մեկի նստացնելու եմ թալանչներ, բանման, նախկիներ, էսյան, հիմա Range Rover-ի մասեր է խոսում։ Ժողովուրդը վերջապես պիտի հասկանա, չէ, աչքերը պիտի բացի, ոչ թե ականջներով ապրի, աշխատացնի այս գլուխ։ Սա որ նայում են ով ինչ ասում, բա նայ, բա լսի, բա ոնց, ինչ խոսքեր է տալիս։ Սեժը կլատվեր, Ռոբիկը էլ, Նիկոլ էլ։ Տարբերություն չկա, բայց պետությունը չի զարգանում, չի ուժղանում։ Վտանգավոր բաներ է ստեղա։ Ալիև այսքան հասկանում է։ Երրորդ բան էլ կա, ես չեմ բացառվում։ Նայեք, դուք էլ գիտեք, սա որ իմ մասին ադրբեջանցիներ խոսում են, ամբողջ օր, իմ հետևից ընկած են։ Խոսք ունակ մենք որպես զինվորականներ, մարդիկ որ անցել են ուժային կառույցներում մենք եղել։ Մեծ փորձ ունենք ու մեծ ճանապարհ։ Մենք գալիս ենք վերցնում, Ալիև հասկանում է, որ մեր հետ ոնց որ Նիկոլ Փաշինյանն խոսում է, ստիպում է, մեր հետ չի ստացվելու։ Սենց երկրորդ վարչապետ կամ նախագահ քիչ չարել Ալիևը։ Փաշինյանի նման երկրորդին չի ունենա։ Ալիևի համար։ Ես չեմ բացառվում։ Ալիևը սենց քայլեր անելու, որ Հայաստանը ստիպված մտցնելու է ռազմական դրությունը ու ոչ մի ընտրություններ չի լինելու մի քանի տարի։ Այս ծրագիրը էլ պիտի մենք հաշվի առնենք։ Որպեսզի Փաշինյանը մնա։ Նայեք, ես 21 թվականին բոլորին ասել եմ, դուք շանս չունեք։ Բոլոր կուսակցություններին ասել եմ։ Եվ Արտուր Վանեցյանին, եւ ուրիշներին ասել եմ, դուք շանս չունեք, մոռացեք։ Նիկոլը մնալու է, որովհետեւ դուք ճիշտ չեք աշխատում։ Ու Նիկոլը մնա, չէ, մինչև այսօր մնում է։ Հիմա ես ձեզ հակառակն եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ մի բան չի լինի, ռազմական դրությունը չեն մտցնելու, պատերազմը չի սկսելու, Նիկոլ Փաշինյանը եւ Իրան կուսակցությունը շանս չունեն մնան իշխանությունում։ Այսինքն այդտեղ ակնարկ կա ձեր ասացի մեջ, որ Ալիևը եւ Փաշինյանը այժմ համատեղ են գործում։ Ես չեմ կարամ, այդ շատ ծանր մեղադրանք է։ Եթե ես բան Դե եթե դուք ասում եք, որ այլ ինչ անում է Ես ասում եմ Ալիև կարող ասենց հաշվարկվի։ Ձեռնտու է Փաշինյանին։ Ալիևին համար հա, բայց ինչու՞ չէ։ Ալիևը իր հարցն է լուծում, փաստորեն Փաշինյանին պահելով լուծում է ձեզ իր հարցը։ Եթե ես ասեմ այն ինչ որ դուք եք ասում, ինչ ուզում է, դրանք համատեղ աշխատում են։ Այդ հենց այսօր ինձ էլ պիտի աղացեն կանչի ազգային անվտանգության ծառայությունը ու Նիկոլ Փաշինյանին էլ։ Ես սենց փաստեր չունեմ։ Ես ասում եմ Ալիևը կարող է հաշվարկվի, ասի, այնա մարդ ասում էր, ես պատրաստ եմ սահմանադրություն եմ փոխում, ես եմ փոխում, ես եմ ստորագրում, ես եմ տալիս, էլ ինչ պիտի տամ, արի մտի գնա ճանապարհ եմ բացում, չէ՞։ Երկրորդ սենց մարդ Հայաստանում չկա։
երրորդ, չորրորդ չկա, բացի իրան թիմի անդամներից։ Այսինքն Ալիևը այս գործողություններով ճնշում է գործադրում հասարակության վրա ձեր կարծիքով Այո, եւ դա հիբրիդային պատերազմ է։ երկրորդ տարբերակն էլ մեկը դուք ընտրությունների հարցը բարձրացրեցիք, որ ձեռնտու է իշխանությունները, երկրորդ տարբերակն էլ եթե իշխանությունները հակված են եւ սահմանադրությունում այն փոփոխություններն անել, որը պահանջում է Փաշինյան ներողություն Ալիևը եւ բոլոր մնացած ուրեմն զիջումները անել, ապա լավ հոգեբանական վիճակ է ստեղծում Ալիևը այս ամենօրյա ռեժիմով Այսպես ասած պասա տալիս հայտարարություններով եւ ակնարկելով, որ ռազմական գործողություններ կարող է անել, վախեցնելով, այսպես ասած, հասարակությանը, որպեսզի Փաշինյանը հեշտությամբ անցկացնի Ալիևի պահանջները։ Կամ եթե տենում են, նայեք, նույն Ալիևը ասում, ամբողջ ադրբեջանական ԶԼՄ-ներ ասում են, որ դրանք են հաշվարկում, դրանք արդեն գիտեն, ասում են, որ այս կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը, դրանք համարյա Հայաստանում ռեյտինգը չունեն։ Եթե նայեք, դրանք այսքան արդեն ասում են, դրանք են միշտ ասել, իրան ռեյտինգը Հայաստանում շատ բարձր է։ Հիմա նույն դրանք են ասում, որ այս իշխանությունը արդեն ռեյտինգը լրիվ կորցրել է։ Եթե հիմա լինելու են ընտրություններ, դրանք չեն անցնելու, հաստատ թռնում են։ Դրա համար Ալիևը նստած ասում, այդ մարդը պատրաստ է ամեն ինչ ստորագրել, ամեն ինչ տալ, ինչ որ ես ասում եմ, անում է, Արարատ չի, սահմանադրություն չի, թավուշը չի, չգիտեմ, ինչ է, ինչի, ես իրավունք չունեմ, իրան կորցնեմ։ Հասկանալի։ Անեմ տոր մծրի ռազմական դրություն ու մի 3-4 տարի մնա։ Երկրորդ բանը, ինչ դուրս բերեցի ձեր այդ առաջին հարցին պատասխանից, այն է, որ Փաշինյանը հարցի տեսքով եմ տալիս, արդյոք այն ինչ դուք ասացիք, նշանակում է, որ Փաշինյանը իր հայտարարություններով եւ գործողություններով թույլատրել է բանակը։ Տեսեք, դուք ասացիք ցանկացած ստորագրություն, ցանկացած երկրի, ցանկացած ղեկավարի ստորագրության բանակն ապահովում։ Այո, ապահովումը դա ուժն է, զինուժն է։ Եվ տվյալ դեպքում դուք ասում եք, որ Փաշինյանը ոնց որ եւ պարակտում կա, ես ուզում հասկանամ ավելի ճշգրիտ դուք ձևակերպեք, ինչ է անում իր գործողություններով բանակի հարցում, գուցե մաքրում է բանակը, գուցե ավելի ուժեղացնում է բանակը, այն ինչ դուք ասում եք, ստացվում է, որ թույլատրում է բանակը եւ կարող է գալ մի պահ, տեսեք դուք ասացիք, որ ես ասացի վտանգավոր բաներ եք ասում, որ բանակը չկանգնի Փաշինյանի կողքին կամ բանակը չկանգնի պետության կողքին։ Ես հասկանում եմ, որ պետության կողքը եւ Փաշինյանի կողքը տարբեր է դիտարկում բանակի կողմից, բայց կարող է գալ այդպիսի մի պահ։ Ինչ է անում Փաշինյանը։ Եկեք Փաշինյան-բանակ փոխհարաբերություններ, ավելի շուտ Փաշինյան-բանակ եւ հասարակություն փոխհարաբերություններ։ Նախ եւ առաջ բանակը իրավունք ունի գա Փաշինյանի կողքը կանգնի։ Սահմանադրությունը թույլ չի տալի։ Բանակը ծառայում է պետության եւ սահմանադրության։ Ինչ է նշանակում գա Փաշինյանով, որ բանակը իրան կողքը կանգնի։ Լավ, այդ բանը չեմ ասելու։ Պատերազմի ժամանակ կոչեր են անում, ճիշտ է, ղեկավարները համախմբում են ժողովուրդը, բանակին այսպես ոգեշնչում են։ Փաշինյանը ոգեշնչելու է բանակը։ Բանակը ինչպես է պատասխանելու Փաշինյանին։ Փաշինյան-բանակ փոխհարաբերությունները։ Մենք գիտենք, որ այդ իշխանավորներ ունեն իրենց բլոգերներ, կա չէ՞։ Անուններ չեմ տալիս, հետո բան չի։ Պատկերացրեք, այն բլոգերներ, որ դրանք հրավիրում են իրենց մոտ, եթե ինչ որ բանկետ են անում, չգիտեմ ինչ, հացենոտում հրավիրում են, նստում են։ Նույն Հակոբյանն է հրավիրում, մարտիկան, որ հրավիրում է։ Այդ մարտիկ ամբողջ օր տիկնապաներ ունեն, այդ բլոգերներ տիկնապաներով են գալու։ Ասում են ամբողջ օր բանակի դեմ, ամբողջ օր բանակի դեմ։ Բաներ են ասում, որ մեր բանակը հատուկ հրետանավորներ կրակում են սպանել մեր զինվորներին։ Հիմա այդ ծնողներ նստած լսում են, ասում են, կարող է սենց բան ա եղել։ Հիմա պատերազմը սկսվում է, ծնող ասում է, ես իմ երեխո չեմ տալու։ Եթե սենց բաներ եղել, ով ասել, որ հիմա ճայլ չի լինելու։ Բայց եթե սուտը հասկանում եք, առանձնացնում են բանակ ու ժողովրդին, որ ժողովուրդը չի, ես չգիտեմ ինչ համար Նիկոլ Փաշինյանը այդ բաները է պետք։ 20 տարին որ իրան թիմը սկսել է բանակի վրա հարձակվել, քար շպրտել։ Մենք որպես բանակ իրանց զգուշացրել ենք։ Ասել ենք, լսեք, թարգեք։ Այդ ինչ եք անում։ Փոխանակ միավորվենք,
ազգ, բանակ, կառավարությունը միասին լինենք այս ծանր պատերազմից հետո, քանի պետություն մեր դեմ դուրս է եկել։ Եկեք միավորվենք, համախմբվենք, ավելի ուժեղանանք։ Չէ, սկսել են բանակի իրա կարշպրտել։ Դա շատ վտանգավոր բաներ է։ Պինաչետը մի անգամ ասում է, միջև պատերազմը, ասում է, բանակին սիրում են, Աստվածին կանչում են, պատերազմից հետո բանակին դատում են, Աստվածի մասին մոռանում են։ Այդ Պինաչետի խոսքերն է։ Նույնը հիմա Հայաստանում։ Նույնը կներեք տարբեր քաղաքական գործիչներ, ինչ կան մենք լսել ենք, որ վտանգավոր բաներ են ասում, վտանգավոր։ Մենք հիշում ենք, որ մարդիկ կան, որ ասում են Շուշվի իրա մերոնք խփել են, որ հատուկ, որ ոստիկաններին սպանեն։ Սենց բան հնարավոր է։ Կներեք, այդ ժողովուրդը արդեն բան չի հասկանում։ Ու հազարավորներով նայում են, հետո կոմենտներ են գրում։ Ես ուզում եմ դիմեմ մեր ժողովրդին, մեր ազգին։ Դուք ականջներով եք ապրում, ականջներով։ Երկրորդ բանով հիմա սկսել եք ապրել ստամոքսով։ Հիմա ես չեմ մեղադրում, ես ասում եմ, հետո չասեք, որ Պողոսյանը չի ասել, 20 թվականին էլ եմ ասել, որ ասում եմ պատերազմ ալնելու մենք էլ շանս չունենք։ Նայեք, ես հիմա ասում ինչու համար եմ սենց ասում, Տիկին Գայանը։ Ես ասում, Հայաստան գտնվում է սենց իրավիճակում, բոլոր ազգը պիտի մոռանա, որ սովորական քաղաքական գործիչ կարա դառնա երկրի ղեկավարը։ Մենք միշտ միլիոն տարի ապրելու ենք, միլիոն տարի գտնվել ենք պատերազմի մեջ, որովհետև մեր շրջապատը ստիպում է, որ սովորական չի ծառայող մարդը դառնա երկրի ղեկավարը։ Ամբողջ մարզպետներ, ամբողջ մեր սահմաններում զինվորականներ պիտի լինեն։ Իրենց տեղականները ով ուզում է թող լինի։ Ուրեմն այս սովորական քաղաքական գործիչների դառը անցավ։ Աշխարհը փոխվում է։ Նայեք, սա աշխարհը զինվում է։ Նայեք Մակրոնի ելույթը։ Նայեք Պուտինի ելույթը, նայեք Տրամպի ելույթը, բանակի հետ կապված։ Նայեք տարբեր երկրներում ինչ է կատարվում։ Սա զինվում են բացի Հայաստանից։ Այս անգամ պատերազմը սկսելու է նորից պիտի ասենք Ռուսաստանից պիտի բերենք, դեից պիտի բերենք, ստեից պիտի բերենք, հələ գործարաններ չենք սարքել։ Բավարար, որ մենք մեր բանակի համար աշխատեն։ Էլ պիտի սպասենք, սա Վրաստանը այն անգամ մեծ դավաճանեց, սահմանը փակեց։ Պարսկաստանը 10 օրվա մեջ մի օր է սահմանաբացում, որ զենք զինամթերք մտնի։ Վրաստան ընդհանրապես է փակել։ Երկրորդ յուրո ճանապարհ դու չունես։ Ինչու, որովհետև 20 տարվա մեջ մենք ոչ մի գործարան չենք ստեղծել։ Այսինքն կախված ենք եղել կամ Ռուսաստանից կամ օտար երկրներից, տարբեր տեղից։ 20 տարի ես ասել եմ գործարաններ ստեղծեք պատերազմի ժամանակ մեր սահմանները փակելու են։ Չեն լսել։ Հիմա նույն բան շարունակում։ Հիմա նայեք, Ադրբեջանը իրան բանակը ուժեղացնում է, ավելացնում իր քանակը։ Մենք այդ ճանապարհով չենք գնում։ Մենք պիտի ունենանք մինիմալ բանակը էսպային 150,000-200,000 հոգի մարդ։ Մենք այս քանակը չունենք։ Չունենք այս քանակը։ Դա շատ վտանգավոր process է։ Նորից ասում եմ, ամբողջ աշխարհը զինվում է։ Մենք չէ։ Մենք պիտի ինտենսիվ աշխատենք։ Այն գումարը, ինչ որ մենք դնում ենք հիմա բանակի վրա, բավարար չէ։ Այն օֆիցիալ տվեր եմ ասում, 1 միլիարդ քանի միլիոն, դա օֆիցիալ կառավարություն ասում, նույն Նիկոլ Փաշինյան, որ այդ բյուջետը ավելացրել են։ Դա բավարար չէ։ Ադրբեջանը ծախսում է այսօր մոտորապես 4 միլիարդ 800 միլիոն դոլար։ Մենք էլ 1 միլիարդ քանի։ Հասկանում եք։ Մեծ տարբերություն է բանակի համար։ Մենք 2.5 միլիոն, դրանք 10 միլիոն։ Մենք ծախսում ենք 1 միլիարդ մի քանի միլիոն, դրանք ծախսում են համարյա 5 միլիարդ։ Պատկերացնում եք, ուր ենք հասնելու սենց։ Հետո նորից ծախսում են բանակը ձերկով ինչ պիտի անի։ Եթե կիսատ պայեսներ ենք ունենալու, պատերազմի ժամանակ այդ շատ շուտով ամեն ինչ ծախսվում է։ Ամեն ինչ շատ շուտ ծախսվում է դա։ Դրա համար մենք մտածենք խելացի կառավարություն պիտի ստեղծենք։ Իսկ սովորական մարդիկ այդ բաները չեն հասկանում։ Չեն հասկանում։
Մենք լիքը մասնագետներ ունենք, որ լավ բաներ են ստեղծում բանակի համար, կարան ստեղծեն։ Նույնը Հումշյանը ճանաչում եք իրան։ Ու լիքը սենց տեղեր կան, երիտասարդներ էլ կա, որ լավ բաներ են ստեղծում։ Ուր է, մենք մի 10-15 հատ գործարան պիտի բացենք։ Այնա Պարկ Աստծո Ամերիկայում սպյուրք ունենք, Ֆրանսիայում սպյուրք ունենք, ասենք սպյուրքերը մեզ կօգնեն, լիքը մասնագետներ սպյուրքում կա, բայց սպյուրքը ու Հայաստանը առանձնացած է հիմա։ Միավոր չենք, ոնց որ եղել է առաջի պատերազմի ժամանակ, որովհետև սպյուրքը մեր ոսկի ֆոնդն է։ Հայաստանի սպյուրքին դիմում է միշտ այն ժամանակ, որ եթե ինչ որ բանն է կատարում կամ բանապետ, այն ժամանակ հիշում եմ, որ սպյուրքը կա։ Սենց չի կարելի։ Մենք սպյուրքի հետ պիտի համատեղ աշխատեն։ Դրանք պիտի հասկանան, որ դրանք Հայաստանի համար շատ կարևոր դեր են խաղում։ Հիմա այդ բանը չկա։ Չկա, չեն տենում։ Նույն եկեղեցու հետ է կապված։ Առաջի պատերազմի ժամանակ մենք, որ աշխատել ենք նախագահ շատակազմում, լրիվ ուրիշ ձև ա եղել։ Մենք Հայաստան, Սփյուռք, եկեղեցու, կառավարություն միասին ենք եղել։ Հիմա այդ միասնությունը չկա։ Դրա համար ալիվը այդ մենք ասում ենք միշտ ոչխարներ, հիմա վաղուց ոչխար չեն։ Վաղուց ոչխար չեն, դրանք շատ լավ հաշվարկում են հիմա։ Հասկանում ինչ է կատարվում, հետևում են ստեղ ինչ է կատարվում։ Դրա համար իմանալով, հասկանալով ստեղ ինչ է կատարվում, այս այս թեզեսներով վախացնում են, ստիպում են, հասկան չի կարելի այս բան արած։ Նորից ասում են ժողովրդին, եթե դուք լսում եք բլոգերներին, քաղաքական գործիչներ, ինչքան էլ լավ չխոսան։ Մի ասեք, ինչքան ես լսում եմ, այն ոնց է ասում։ Բացեք, նայեք։ Հիմա սաղ դարել են ռազմական փորձագետ, քաղաքական գործիչ, տրանսից մեկ ոչ մեկը ճանապարհը չանցել, կենսագրությունը չունեն, անսած ճանապարհը համակարգում չկան, գալիս պետության մասին հեքիաթներ են պատմում։ Ժողովուրդ ասում է, դե լավ է խոսում, գնանք իրեն հետևից։ Կարևորը որ Նիկոլ չլինի, կարևորը որ Սերժ չլինի։ Օրինակ բերեմ, ասել եք, չէ, քայլ արա մերժի Սերժին։ Քայլ արել եք Սերժին մերժել եք։ Ահա, խնդրեմ։ Լավ է ստացվել։ Հիմա եթե նույն ճանապարհով եք գնալ, ասել եք, «Էդի չլինի, ով էլ կլինի լավ ալնելու», չկա sense բան ժողովուրդ ջան։ Հայաստան էդի լաբորատորիա չի, համասարանում, որ գնաք էքսպերիմենտ անեք։ Այսինքն հիմա էլ քալարա Նիկոլին մերժիր, Լուբոյ գա, ցանկացած գա լավ ալնելու։ Եթե ժողովուրդը գնալու է այս ճանապարհով, ավելի վատ ալնելու։ Ձեր նկարագրածով ստացվում է, որ պարակտված է ամբողջ եւ հասարակությունը եւ հասարակություն բանակ, իշխանություն բանակ, Սփյուռք Հայաստան կապն է պարակտված։ Եկեղեցի եւ պետություն, եկեղեցի հասարակություն ստեղել է կապերը, ուժեղ կապերը հատված են։ Հատուկ են ստեղծել, սենց հեշտ է ղեկավարել։ Այսինքն մասնատած է։ Դա հատուկ ծրագիր է։ Եվ հասարակությունը եւ այդ բոլոր կապերը բանակ, Սփյուռք, եկեղեցի մեր այն հենարանները, որոնք ազգը հայ ժողովուրդը ունեցել է եւ ունի։ Առաջի պատերազմի ժամանակ Տիկինգայինը Սփյուռք շատ մեծ դեր է խաղացել։ Լինի դա Ռուսաստանի հայեր, լինի դա Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Լիբանան, Սիրիային, Արգենտինա, Ուրուգվայ, աֆրիկական երկիրներ, տարբերություն չկա։ Շատ մեծ դեր են խաղացել։ Հիմա մենք մոռացել ենք։ Մենք միշտ հիշում ենք Սփյուռքին, որ մեզի պետք է լինի։ Բայց կարծես թե այս 44-օրյայի հետ կապված օրենքներ ընդունվեցին, որոնք բավականին դժվարացրեցին, ճիշտ է։ Հատուկ են արել։ Մի քիչ այդ մասին էլ ասեք, որովհետև այդ օրենքները չեն չեղարկվել եւ այժմ մենք էլի այդ օրենքները ունենք։ Ամիսների հետ կապված աշխարհը ունի Ժնևային կոնվենցիա։ Ահաբեկիչներ են դրանք կոչվում։ Ահա։ Կոնվենցիա։ Այո։ 17 թվին ստորագրել, Սերժը ստորագրել է, բայց պարլամենտը հələ որ չի հաստատվել։ Այսինքն այս օրենքը, որ մենք միացել ենք այս օրենքին, կոնվենցիային ուժի մեջ չի մտել։ Այն ժամանակ ես գլխավոր շտաբի խորհրդական, մենք լիքը ինֆորմացիա ենք ստանում, որ ահագին մարդիկ ուզում են գան մտնեն Հայաստան օգնեն։ Տարբեր մասնագետներ ու ոչ թե միայն հայեր։ Ու մենք դերում ենք ցանկություն կա։ Մենք սկսել ենք այս ուղղության վրա աշխատել, մտածում ենք ոնց անենք, որ մտնեն, օգնեն ու շատ մեծ քանակով։ Այն մոմենտը, որ մենք արդեն պլանավորում ենք, արտադրության նախարարը առանց գլխավոր շտաբի հետ խոսալու։ Հիմա արժի մտցնենք պարլամենտի, որ հաստատվեն այս օրենքը, մտցնեն Հայաստանին։ Դա չարժի հիմա։
Չեն խորտակցել գլխավոր շտաբի հետ։ Արտարադրություն նախարարը վերցնում է ուղարկում է պարլամենտը այս կոնվենցիան հաստատում են ու մեր կառավարությունը հայտարարում է որ Հայաստանը միացել է այս կոնվենցիային այսինքն այդ մոմենտին ես ընդ որում հենց պատերազմի օրերին մեջտեղը մոտարապես ամսի 10-ին 15-ին sense մոտարապես ես զեկուցում եմ գլխավոր շտաբին ասում զանգեր եմ ստանում sense բանը կարտեն ինքերազար ոնց հիմա ես գալիս եմ արտարադրության նախարարի մոտ ու շատ կոպիտ հարցերով այդ ինչ ես արել ինչու միջև պատերազմը որ անես ասեմ լավ չես իմացել հիմա հաստատել ես այդ բանը կամ պատերազմից հետո չես արել ինչու հենց հիմա ես անում որ ինչ ես ստացել եմ շատ աննորմալ պատասխան ասում քանի որ Ադրբեջանը այդ բանը օրենքը չի հաստատվել իր մոտ մենք հաստատում ենք որ դրանք դուժվեն Այր ասում լսեք դուք իրոք ֆազիկ գցած մարդիկ եք Սաղ աշխարհը ասում է որ արաբական երկիրներից դրանք տիրորիստ են բերել մեր դեմ Ան-Նուսրա, Մուրադ Սուլթան, Տախիրա Շախիր, չգիտեմ էլ ինչ իրանց ոչ մեկը չի մեղադրում ոչ մի սանկցիայի մեջ չեն գցում Դու էլ ասում ես մի օրենքի պատճառով իրանց պիտի մեղադրեն դրանք պիտի դուժվեն դու ասում իրոք դուք սենց եք մտածում ու դրանք այս գործով ահագին խանգարել են մեր Ես ասում եմ լսի ինչ որ մի հատ դիմա բան օրենք ընդունեք եթե մարդ դնում է մեր դեսպանությունը գալիս մտնում ասում է ես ուզում եմ գնամ Հայաստանին օգնեմ միանգամից Հայաստան ազնագիրի ստանում է Կազմակերպեք որ Զվարթնոցում մտնում են հայեր Ամերիկայից Ֆրանսիայից իրանց քաղաքացիներ միանգամից ազնագիրի չեն արել ոչ մի բան նայեք ես չեմ ասում չի մտածված իմ մտածելակերպով ես ասում եմ մտածված հատուկ հենց պատերազմի մեջտեղ մտցրել են հաստատվել են այս օրենքը Այսինքն դա քաղաքական որոշում է որը էլի Ադրբեջանը նպաստ է ստացվում է որ վարչապետը ստացվում է Ադրբեջանը նպաստ Ոնց ուզում եք հաշվարկեք ես ասում եմ ես չեմ հավատում որ վարչապետը տեղյակ չի եղել որ այս Ժնևայի կոնվենցիան պիտի ընդունեն Դուք հասկանում եք այս ժողովուրդը այսքան բաները չգիտե ես ասում թող արտարադրություն նախարարը ասի որ սենց բան չի եղել կարա ասի իմ աչքերին նայելով չի կարա Նախ այսքան էլ դուխ չունի որ նախքին իհարկե նախքին այսքան էլ դուխ չունի որ դեմ կարա sense բան ասի Այժմ գովազդ հայտարարենք եթերում գովազդից հետո կշարունակենք մեր զրույցը սիրելի հայրենակիցներ գովազդը եթերում մնացեք մեզ հետ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Վլադիմիր Պողոսյանի հետ ենք զրուցում, քաղաքական գործիչ։ Նախորդ մեր զրույցի ավարտը, այսպես ուզում եմ ամփոփեմ, ինչ է պետք անել, լավ, մենք ունենք այդպիսի օրենք, որը հակատերորիստականի տրամաբանության կոնվենցիային միանալու տրամաբանության մեջ է, բայց ինչպես անենք, որ եթե հանկարծ իհարկե Աստված ոչարացե Ադրբեջանը իսկապես ռազմական գործողություններ սկսի եւ մեր հայրենակիցները ցանկություն հայտնեն գան միանան եւ պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունը ինչ ճանապարհ կա Առաջինը մենք որ գանք իշխանության մենք այդ կոնվենցիայից կդուրս գանք բոլոր համաշխարհային կոնվենցներ որ մեզ խանգարում են մենք կդուրս գանք այդ կոնվենցիայից տարբեր Լավ բայց կոնվենցիան դուք դեռ իշխանության չեք եւ կոնվենցիան գործում է Հիմա որպես կառավարություն դրանք պիտի օրենք ընդունեն որ եթե մարդիկ գալիս են դիմում են դեսպանությունը կամ գալիս են մտնում են Զվարթնոց պիտի մի հատ հատուկ պատուհան ստեղծեն կամ մի քանի հատ պատուհան որ մարդիկ գալիս ասում են ես հայ եմ բայց Հայաստանի քաղաքացի չեմ ուզում եմ օգտակար լինեմ ես ուզում եմ ծառայեմ կամավոր կամ Հայաստանի քաղաքացիությունը հանում է այդ խնդիրը որ եկողը դա կարող է որպես տերորիստ գնահատվել այլ
Հայաստանի Հանրապետության Ոչ թե մեր քաղաքացի է երկրում համարվում։ վերադառնա իրաց Հասկանալի։ Հաջորդ հարցը, որ քննարկեմ ձեզ հետ, Հայաստանի իշխանությունները ասում էին չկա պատրվակ, չկա պատճառ, որպեսզի Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, որպես արդարացում, կարծեմ այս ամենօրյա ուրեմն մեղադրանքներին, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, եւս ասեցին մենք էլ չունենք պատճառ, ընդհանրապես պատճառ գոյություն չունի։ Հիմա իմ հարցը, արդյոք Ադրբեջանը կարող է դիմել որևիցե սադրանքների, որպեսզի այդ պատճառը ստեղծի։ Ձեր կարծիքով։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին ասում է, որ ոչ հիմք կա, ոչ պատճառ կա։ Այո։ Ալեն Սիմոնյան, parlamenti նախագահ, նույն բանն է ասում, Պաշտպանության նախարար, նույն բանն է ասում, Անվտանգության քարտուղար, նույն բանն է ասում։ Այդ ինչ է նշանակում 4-ով էլ անգրակետ են։ Ինչու եք այդպես համարում։ Նախ առաջ գիտեմ, երկրորդը դրանք որ sense բաներ են հայտարարում, դա խնդալու բան է դա։ Նայեք, ով է ստեղծում հիմքեր ու պատճառներ։ Այն կողմը, որ պլանավորում է ռազմական գործողություններ, եթե պատրաստում են, խոսք ունենք, ես պատրաստում եմ հարձակել Հայաստանը իրա, ես հիմա նստած մտածում, չէ, աշխարհը ինչ ասելու։ Ես պիտի ստեղծեմ հիմք ու պատճառներ, չէ, ստեղծում եմ, առաջինը, այնա ամեն օր հայտարարում են, որ կրակում ենք, չէ, պատճառը, հիմքն է, հիմքը, չէ, այդ առաջինը։ Բայց մենք ապացուցում ենք, որ չեն կրակում, իսկ իրենք կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իրենք հենց գան եւ կրակեն իրենց վրա։ Օրինակ։ Հիշում եք, ես մի անգամ ասել եմ։ Դրանք թքած ունեն, դուք ինչ եք ասում։ Քանի որ դրանք դերում են բնեյում, սաղ որ լացում են, ասում են մենք չենք, սուտ են ասում, սենց չեն աշխատում։ Հիմա ճանապարհը ես ցույց տամ, ոնց որ եղել է միջև այս վերջի պատերազմը։ Ինչ որ մենք, եթե հիշում եք, արտաքին գործերի նախարարը եւ պաշտպանության նախարարը բրիֆինգներ են ստեղծել, կանչել են տարբեր դիվանագետներ, ռազմական գործիչներ, դեսպանությունից, չէ՞։ Դա առաջարկություն է եղել։ Հրավիրեք, ասեք, որ չկա sense բան, ել են մեղադրել, չէ՞, կրակում են։ Հիմա ինչ պիտի անեն, նայեք։ Մենք ամբողջ սահմանում եւ մենք եւ ադրբեջանցիք ունեն կամերա, vision։ Night vision-ով, բանով ամեն ինչով կա։ Այդ կամերը 24 ժամ ձայնագրում է, 24/7։ Տեսագրում եւ ձայն։ Ահա, դե ամեն ինչ կա, օր, ժամ, ամիս կա։ Այսինքն, Ադրբեջանը ասում է, ամսի 18-ին ժամը 12:35 Հայաստանը կրակել են այս ուղղությամբ վրա, այս մարզից ստեղ ասում են, վերցնում ես այս մասը, կտրում ես, բերում ես, ու սենց ինչքան ասում են։ Բայց դա այնքան պարզ բան եք ասում, ինչը չի արվում դա։ Կանչում ես բոլոր դեսպաններին, արտաքին գործերի նախարար, դնում է, ասում են նայեք, էսի խոսքի օրինակ Վարդենիս ուղղությամբ վրա, էսի կապանն, էս Միղրինն է, էսի Թավուշն է։ Կոորդինատներով։ Կամերայով վերևում է, որ տարածքում է։ Կոորդինատներ էլ կա, կամերայից էլ կա, ու դնում է։ Ասում են նայեք։ Ինչի չի արվում այդ դեպքում։ Եթե այդպեսի պարզ դուք հասկանում եք, դուք միշտ sense եք մտածում, եթե մարդ եկել է աթորա վերցրել, աշխատում է նախարար, չգիտեմ կամ ինչի, չգիտեմ, պաշտոն է զբաղեցնում։ Արդեն սա ինքը ավտոմատով դառնում է խելացի մարդ։ Առաջինը դրանք շատ թույլ են, որպես մասնագետներ։ Երկրորդը այդ կրեատիվ բաները դրանք չունեն։ Ինտելեկտ։ Քարե դարում ենք ապրում։ Քարի դարը գիտեք ինչու, գիտեք որ քարերը բրծավ դրա համար քարի դարը բրծավ, քարերը կա չէ, բայց քարե դարը չկա, որովհետև մարդիկ զարգացել են, չէ, բայց դրանք գտնվում են դեղ։ Այդ մի հատ գիտնականն ասել, ասում է, այդ որ ասում եք քարի դարը բրծավ, քանի որ էլ քար չկա։ Հիմա նայեք, հասարակ բան եմ ասում, չէ, կանչում ես ցույց ես տալի, ասում նայեք, օր ժամ չի համապատասխանում կրակոց չկա։ Լավ, եթե այն երկրորդ բանն ես ասում, վերլուծում ես, ինչու համար այդ անում են։ Դրանք ուզում են շանտաժով մեզ ստիպեն, որ մենք համաձայն ենք տարածքը տակ, միջանցքը տակ, այս տանք, այն տանք, սահմանադրությունը ստիպում են։ Ու եթե մենք չենք համաձայնում, դրանք պատերազմ են սկսել։ Պարոն Պողոսյան, երկրորդ տարբերակ առաջարկեմ ձեզ, ներողություն։ Մենք հիշում ենք, որ պատերազմի Ես ուզեցի վերադառնամ այդ մոմենտին։ Եթե դուք էլ հասկացաք, ուրեմն նայեք։ Այդ որ մենք ասում ենք ոնց են պատճառներ են ստեղծում, երկրորդ տարբերակը
Մեր համազգեստ են հակում։ Հենց ճիշտ։ Ես միշտ էլ ասում եմ, մեր համազգեստ են հակում։ Մի հատ տարածք են ճարում, որտեղից կարան մտնել, որ Երևան, մեր համազգեստով գալիս մտնում են Հայաստանի տարածքն, դեից կրակում են, մի քանի հատ ադրբեջանցիներ են սպանում, հենց դեղ, որտեղ իրաց կամերիկը դրացա։ Ձայնագրում են, ցույց են տալի, ասում են նայեք, մեր համազգեստը չէ, հայերի համազգեստն է։ Այն կողմից են կրակել, այն կողմից են, նայեք, 4 հոգի սպանել են, եւ մենք գնում ենք։ Всё, առաջ։ Այսինքն պատերազմից հետո 5 տարի անցավ, մինչև այսօր համազգեստը չեն փոխել։ Իսկ իրենք ունեին մեր համազգեստը 44 օրյա Մենք այդ ժամանակ։ դրա մասին ինֆորմացված ենք եղել մինչև այս վերջի պատերազմը։ Ու դրանք օգտագործել են այդ բանը։ Նույն ծորի բրիգադան ոնց է եղել։ Եվ առ այսօր նույն համազգեստն է աշխատում, Այո, օգտագործվում։ այո։ Մեծամասնություն, այո։ Բացի դրանից, մեկի մոտ նայում ես կապույտ գույն է, մեկի նայում ես կանաչ գույն է, ով ինչ Դա խայտարակություն է։ Հասկանում եք։ Սիրտը ցավում է դրա համար։ Դրա համար ես ասում, քանի որ պետությունը թույլատրած վիճակում է, համակարգը ջարջախված է։ Մենք չունենք այդ թիմը Հայաստանում, որ հասկանում են համակարգը եւ ինչը, դրա համար է մեծ խնդրեմ։ Ուստի վերադառնանք ամենաառաջին հարցին, այդ ստորագրությունները կամ ներողություն կետերը համաձայնեցնելու մասին հայտարարությունից հետո ձեր ձևակերպումը ինչ է անում Ալիևը, ինչ է անում Փաշինյանը։ Ալիևն իրան էշնակշում, Փաշինյանը իրան էշնակշում։ Ասում սահմանությունը փոխենք, Արարատը Արարատ չի, Գիմնը փոխենք, խոսքերը փոխենք, այս բանը փոխենք, այս դեմիլիտացիա, դեմոկրատիա։ Ալիևը շարունակում է իր գրոհը, այսպես ասենք։ Նայեք, Իր պատերազմը նա այնուամենայնիվ շարունակում։ Հայր ջան, նայեք։ Ինչ կար մենք ասում, նորից մի բան էլ պիտի ասեմ։ Ինչ կան ասում ենք, չէ, էշին, տան ոչխարեն, չգիտեմ ինչ։ Նայեք, մինչև այսօր պատերազմից հետո Ադրբեջանը որ սկսեց այս ճանապարհը սարքել դեպի Սյունիքը, շարունակում առակ տեմպերով ճանապարհների սարքումը։ Ես ձեզ բոլորին տալիս եմ մի հատ սովորական հարց։ Կարող է իրոք դրանք աննորմալ են, միլիարդ դոլար են դնում, միլիարդներ են դնում, ճանապարհ են սարքում, որ հետո գան ասեն տուպիկա, այսօ ճանապարհը չկա, փագան դեղ Հայաստանի սահման արդեն։ Եթե ինքի բացում այս ճանապարհը սարքում է, ուրեմն ինչու համար է սարքում, որ մտնի։ Եթե այստեղ մի քանի տարբերակ կա, կամ արդեն պայմանավորվել են, կամ ասում եմ, եթե չեն բացելու, ես եմ բացվելու, բայց եթե ինքը սարքում է ճանապարհը, ուրեմն ինքը չի կանգնելու։ Սենսնես փողերը չքշում, չէ՞, չի հոտից այդ փող չի աշխատում ինք։ Ընդունեք հեռախոսազանգ, այո, ողջունում եմ ձեզ, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ, Տիկին Արաքելյան, մենք եթերում ենք։ Այո։ Այո, բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Պողոսյան, դուք ողջունում եմ ձեզ նորետապանի եթերում, դուք ասացիք, որ մեզ պետք են գործարաններ, որտեղ եթե պատերազմ լինի, սահմանը կփակվի։ Ես ձեզ հիմա ներկայացնեմ Պրոբլեմը եւ հարցը կլինի թե ինչ կարծիք եք, քանի որ դուք ցանկանում եք իշխանության գալ եւ այդ հարցերը լուծել։ Եթե պատերազմ լինի եւ սահմանը փակվի, նույնիսկ եթե մենք գործարան ունենանք, մենք չունենք խումբ։ Պղինձը Ռուսիայի ձեռքում է, երկաթ մենք այդքան չունենք, նույնիսկ գործարանները եթե արտադրեն, ամեն ինչ սպառվելու է եւ խումբ չի լինելու։ Եթե Վրաստանը չթողնի, մենք չենք ունենալու ճանապարհ այդ լրացնելու այդ ամենը։ Բայց եթե մենք ունենանք դաշնակիցներ, Արևմուտք, Եվրոպա, ԱՄՆ, Վրաստանը այդքան համարտակությունների, որ նրանց հակառակվի։ Ես ցանկանում եմ ձեզ ասել, ո՞րն է, քանի որ դուք ուզում եք իշխանության գալ, ո՞րն է ձեր դիրքորոշումը Արևմուտքի հետ դաշնակիցները ձեռքբերելու հետ կապված, եւ եթե դուք գտնում եք, որ դա կարեւոր չէ, ինչպես եք դուք պատերազմի ժամանակ ապահովելու, եթե սահմանը փակվի, հումքի մուտքը Հայաստան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն նայեք, ես ասում եմ, այն ինչ որ մանապոլիա մեր հողի մեջ կա,
ոչ Ռուսաստան, ոչ մի կազմակերպություն գոյություն չունեն։ Սեփականացնելու ենք։ Ընդերք Այո։ բավարար է, տեսեք ինչքան թվարկումներ Նայեք, Վրաստանը, եթե սահմանը փակում է, ինքը փակում է զենքի համար, հումքի համար չի փակում։ չի փակում ու չի փակել երբեք։ Զենքի համար է փակում եւ զինամթերքի համար է փակում։ Մնացում պատերազմի օրերի մասին է։ Այո։ Ոչ այս մինչ պատերազմական շրջանը։ Իս ընկերի համար չի փակում ինքը։ Այդ առաջին, երկրորդը ինչ որ կա Հայաստանում մենք պետականացնելու ենք։ Ուզում է Ռուսաստան լինի, ուզում է ֆրանսական վիոլը ջուրը լինի, այդ սա մեր ջուրն է, մեր հողն է, այդ միանշանակ մենք վերցնելու ենք։ Ես հիմա մինչև այսօր նայեք ժողովուրդ ջան, դուք ասում եք Ռուսաստանի ձերքն է, այս մեկի ձերքն է, Եվրոպա։ Հիմա նայեք, Միացյալ Նահանգներ արդեն օգնություն չի ուղարկում, նույնիսկ Ուկրաինային։ Եվրոպան միջև այսօր մտածում է Ուկրաինային փող ինչքան ուղարկեմ եւ զինամթերք ինչքան ուղարկեմ։ Ուկրաինը բոլորը դավաճանել են։ Առաջի հերթում Միացյալ Նահանգներ, այն ասում եք արևմուտքը չէ, դավաճանել են։ Մի հատ նորմալ եկավ ու էսա ջարդփուշուր արել։ Ֆրանսիա, Գերմանիան ասում են մենք կողքը կաղնացենք, լսեք, միջև դուք ասում եք կողքը կաղնացեք, ուկրաինացեք այորն են տապում։ Այդ առաջինը։ Իհարկե մենք ուզում ենք լինենք Եվրամիության հետ։ Իհարկե մենք ուզում ենք։ Հա, բայց իհարկե շատ լավ կլինի, որ Ամերիկան մեր կողք կլինի, Միացյալ Նահանգներ։ Բայց այդտեղ մի հատ բան կա։ Դրանք ուզում են, որ մենք իրաց կողք կլինենք կամ նույնիսկ Եվրոպա։ Ես հիմա չեմ տենում, խոսք ունեք նայեք։ Եթե դաժե դրանք իրանց համար վտանգավոր է, եթե նայեք, ես ասում եմ, ընդհանուր 1 միլիարդ 360 միլիոն ամերիկացիք, 500 միլիոն եվրոպացիք, դեղել Ճապոնիան, Հարավային Կորեան, ու Կանադան, Ավստրալիան, եթե սենց վերցնում ես մոտավորապես 1 միլիարդ ուկրաինացիներին օգնում են, չէ՞։ Այն էլ դեղ Ռուսաստան 120-130 միլիոն։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Տրամպը ասում է, ես չեմ օգնում, Եվրոպան մտածում է, ստացվում է, Ռուսաստանը բոլորին հաղթում է։ Այդ է ստացվում։ Ես դեմ չեմ Եվրոպայի, բայց նայեք, Մակրոնը շատ ասում, ես Հայաստանի կողքը կաղնացեմ։ Մենք ոչ պակաս հիմա գտնվում ենք վտանգի տակ։ Եթե դու Ուկրաինան ուղարկում ես 5 միլիարդ զենք, հա ինքի պատերազմի մեջ է, բայց մենք հալա որ պատերազմի մեջ չենք։ Հիմա չէ, մի ժամից հետո կարող են պատերազմը։ Եթե Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպա մեր դաշնակիցներ են, դրանք հասկանում են, որ բալանսը չկա, բալանսը կոտրած է հիմա, ջարդացա։ Հայաստան-Ադրբեջանի մասին ենք ասում։ Դու ուղարկին այդ բալանսը։ Մենք հաստատ աշխատելու ենք Մակրոնի հետ, հաստատ աշխատելու ենք Մեծի հետ, Գերմանիայի հետ։ Տարբեր պետություններ, բացի Հունգարիան ու Սլովակիան։ Եթե Օրբանը ու Ֆիցոն մնալու են, ես իրան դեսպանատությունը ստեղ փակելու եմ։ Պարզապես դուք ասում եք ժամ առաջ պետք է ներսում ամեն ինչով ապահովել։ Բոլոր դեպքերում մենք դա ապահովենք։ Բայց Ուկրաինան չէ, որ Ուկրաինան էլ է արդեն արտադրում բավական։ Հիմա նայեք, Ուկրաինայի խնդրումը ինչու մեջ է եղել ու մեր։ Նույն 20 տարին դեղին լափել, թալանով են զբաղված են եղել։ Ետխորթային շրջան, այսպես ասենք, ետխորթային պետություն է։ Կոռուպցիայի որը կոռուպցիան խորհրդային միության ստեղ չեն եղել էսքանը դրան իրանց ավանդական մասին ոչ մեկը չի մտածել տարիներով պատերազմ սկսեց հասկացել բա պետության համար ոչ մեկը չի մտածել գրպաններ են լսել ոնց որ Հայաստանում է եղել դրա համար ես ասում եմ հույսը մենք մեր վրա ենք պահում Շնորհակալ եմ պարոն Պողոսյան Ես եմ շնորհակալ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Վլադիմիր Պողոսյանի հետ ենք զրուցում, քաղաքական գործիչ զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ